ծաղկաբույսները ամենամեծ ինձ համար ամենավատ ցավալի վիճակում գտնվողը ներկապային ծաղիկ աճեցնողներն են, որովհետև անցած տարի արտահանվել է 96 միլիոն հատ ծաղիկ 50-60 միլիոն դոլարի ու ծաղիկն էլ այն մշակաբույսն է, ինչի մասին բազմիցս խոսել ենք, որ իրան ոչ կարող ես պահել սառնանային տնտեսությունում, ոչ կարող ես վերամշակել, ոչ կարող ես պահածոյացնել, ոչ մի բան չես կարող անել, ինքը հասունանալու է ծաղկի թափի։ Դրա համար այսօր մենք ականատես ենք լինում ամբողջ սուպերմարկետների ցանցում էժան կոպեկներով այդ ծաղիկի, ես շատ կխնդրեմ մեր ժողովուրդը եւ գնեն այդ ծաղիկը եւ չուրախանան այդ էժան գների վրա, որովհետև դա գուժում է մեր ծաղկաբույսների բանկրոտի գնալը, ձախողումը, սնանկացման գնալը, ու եթե սենց երկար շարունակվի, չեմ պատկերացնում այդ մարդիկ ինչ են անելու, որովհետև մեծ մասը ջերմատնային տնտեսությունները իրենք կառուցել են վարկով, վարկային միջոցներով եւ իրենք հնարավորություն չեն ունենալու այդ վարկը փակեն։ Լոլիկի ոլորտում արդեն տեսել եք խանութներում այսօր վաճառվում է 140 դրամով, եթե դրանից հանում եք 20% ավելացած արժեքի հարկը, այսինքն 140-ից որ հանենք 16.6%, հիմա հեսա մեր հանդիսատեսը կարող ասի, բա դու 20 ես ասում, 16.6 ես հանում, այդ վերևից պիտի հանես 16.6%, 140 հանած 16.6%, այսինքն 116 դրամով խանութը նշանակում է ինքը վերցնում է 90 դրամով, 90 դրամով լոլիկը բացարձակ ձեռնտու չի որևէ արտադրողի, ու ինքը լուրջագույն խնդիր է։ Այո, նաև ասում են, նշանակում է 50 են վերցնում, իսկ 50 դրամ, եթե դու քո ջերմատնային տնտեսությունում քաղող բանվորներ բարձես, որ այդ լոլիկը քաղեն, տարայավորեն եւ տեղափոխման ծախս անես 50 դրամ քո վրա կարող է այդ ամբողջ այդ process-ի 50 դրամ արժենա։ Այսինքն իրականում քո լոլիկը 30 դրամով էլ չես կարողանում վաճառել, իսկ Հայաստանում այդ լոլիկի սերմերը ներկրվում են դրսից, սածիլները ներկրվում են դրսից, վառելիքի ծախսը բնականաբար ջերմատնային տնտեսություններն են առաջինը դուժել, որոնք միջև հասունանալը լոլիկի այդ ջերմատնային տնտեսությունները ժամանակին վառելիք օգտագործվել տաքացել են, ինչը նշանակում է նրանք լուրջ վնասներ են կրում։ Ես երեք արտասահմանից հեռուստաընկերություն էր եկել եւ ինձ խնդրեցին, որ ես տանեմ երկու ջերմատնային տնտեսություններ, որպեսզի նկարեն, ուղղակի շատ մեծ ցավ ապրեցի, լոլիկի ջերմատուներ, որի տերը հաշվարկել էր, որ լոլիկը այդպես մնա իր ջերմատան մեջ փչանա, թափի, ավելի էժան ձեռնտու կլինի, քան ինքը քաղի, հանի, տեղափոխի Երևան, վաճառի, ենթադրենք վերավաճառողներին։ Ունենք այս խնդիրները, ունենք ուրեմն Վրաստանի, Ուկրաինայի եւ Եվրոպայի ծաղիկի այդ հաշվենք, բայց կարող է այդքան էլ չձգի, 2 միլիոնա ծաղիկ հանեցին։ Մի հատ 5500 գնացել էր Լիտվա, որ սենց պետական կառավարական մակարդակով սենց ցույց տվեցին, նույն Արցախի պատերազմի այդ պաթետիկ ոճով, մի երկու մեքենա գնացել է Ուկրաինա, պլյուս դրան այս էլ հաշվի առեք, որ պետությունը դրա համար սուբսիդիա է տալի, որ ինչ-որ ձևով կարճաժամկետում, ինչ-որ ձևով ձեռնտու է, կամ այդ ծաղիկի արտանումը, որ կատարում են, իրենց վնասը մեղմելու համար են անում արդիկ, ոչ թե շահույթ ստանալու արդեն, որովհետև իրանք պիտի թափեն։ Այս գործոնները պիտի հաշվի առնենք ու հասկանանք, դա կարա իշխանությունը ցույց տա ձեռք բերում հաղթանակ, բայց դա հաղթանակ չէ, դա պարտությունը կամ վնասը նվազագույնն է հասցնելու վերջին ճիգերն է արտադրողների ու ասեմ կառավարությունը այդ արտահանման թեմաների մեջ որևէ գործառույթ չունի էլի։ Դե պղպեղը Հայաստանում 2-3 պղպեղի ջերմատուն կա, ամենամեծը Սպայկային է, Սպայկայի պղպեղն է, ինքը որոշակի սուբսիդավորում է, Սպայկայի հետ իրենց հարցերը կլուծեն։ Սպայկան հիմա լուրջ տուգանքների տակ է, դա արդեն իրանց գործն է, իրանք ինչ կանեն, ոնց կանեն, մեկը ռուսական շուկա չի մտնում, ու ունենք այս խնդիրը, սա շուտով երբ որ դեղցը նեկտարինը
Ներկապային ոչ մի լավատեսական բան չեմ կարող ասել։ Դե ձմերուկ Հայաստանից չի արտահանվել, հիմնական մարտահանվել է դեղս, նեկտարին, սալոր, սեղանի խաղող, պլյուս տեսեք տեխնիկական խաղողից չենք խոսում, բայց եթե այս սահմանները փակ վիճակում մնա, կոնյակ սպիրտային գործորանները, մթերող գործարաններ, ովքեր կոնյակ ու գինին են արտադրում, չեն կարողանալու մթերել, որովհետև ռուսական շուկան փակվել է, մենք տարին 100 միլիոն շշից ավել արտահանում ենք ունեցել ռուսական շուկաներ։ Եթե այդ մեր սպիրտային խմիչքներն էլ չեն կարողանում հանել, արդյունքում դուրս է գալիս, որ մեր իրանց մոտ գերկուտակում է լինելու ապրանքի, իսկ մանավանդ սպիրտային խմիչքը Եվրոպայում կարելի ասել բացարձակ որևէ ձևով մրցունակ չի, մենք ունենալու ենք շատ մեծ խնդիրներ։ Ու եթե սահմանափակումները ավելի շատ ձգվի, ես հիմա վերամշակող արտադրանք արտահանողների մասին եմ ասում, սկսած սպիրտային խմիչք արտահանողներից, տեսեք, ռուսական ցանցերում, երբ որ դու սպիրտային խմիչք ես արտահանում, այդ ցուցափեղկերի վրա դու ցուցափեղկի համար, այս տարածքի համար դու վճար ես վճարում, ոնց որ ամսական վճար կա, որ քո ապրանքը այդ ցուցափեղկի վրա շարվի եւ ներկայացվի եւ գնորդը գնի։ Երբ որ դու էլ ապրանք չես կարող մատակարարես այդ ցուցափեղկը բաց անուն, քո տեղը գալիս են քո կոնկուրենտները, այլ երկրների արտադրողներ, այլ ֆիրմաներ, հետո դու այդ նույն ցուցափեղկը շատ դժվար է հետ վերցնել կամ կարելի ասել անհնար է։ Դու կարող ես արդեն ավելի վատ, եթե ցուցափեղկը լավագույն տեղ է, դեմքի բարձրության վրա ցուցափեղկերն են, որտեղ մարդը անցնում է աշկի իներցիայով, այդ խմիչքը տեսնում է, վերցնում է։ Եթե դու դրանից բարձր կամ ցածր ցուցափեղկ եղավ, դա արդեն ազդում է քո վաճառքի վրա։ Դա էլ է շատ կարևոր գործոն, որ պիտի հաշվի առնենք ու միայն այս փակել բացելուց չէ, այդ փակելու հետևանքները մի քանի ամիս իրեն ցույց են տալու։ Այո։ Տեսեք, ամենահետաքրքիրը այս մասին ես խոսում եմ արդեն 8 տարի։ Երբ որ դու քո քաղաքական ուղղվածությունը վերցնում ես Եվրոպա, ԵՄ շուկա, դու դրան պիտի առնվազն սկսես նախապատրաստել։ Ես որ Նիկոլին ասում են հակառուսական քաղաքականություն է վարում, ես ծիծաղում եմ, հակառուսական քաղաքականություն վարողը իր երկրի առևտուրը, առևտրային կախվածությունը Ռուսաստանից այն ծավալներով չէր մեծացնի, ինչ որ ինքն է արել։ Մենք այլանդակ ձևով կախված ենք, Նիկոլի ժամանակ մեր կախվածությունը ռուսական շուկայից շատ ավելի շատ մեծացել է, քան 18 թվականին։ Թվերով էլ կարող եք նայել առևտրաշրջանառություն, ամեն ինչ, եւ հետաքրքիրը որն է, եթե դու ուզում ես եվրոպական շուկա մտնել, առնվազն 10 կետ դու պետք է կատարեիր տնային աշխատանք, որ միայն եվրոպական շուկա չէ, քո բնակիչներ ամենաառաջինը այդ ապրանքի արտադրության հետագծելիություն էր պետք։ Դեղցի արտադրության, օրինակ դեղց պետք է արտահանվի եվրոպական շուկա, դեղցի արտադրության հետագծելիություն պետք է ունենաս։ Այսինքն, այդ դեղցը աճեցնող ֆերմերը ինչ թունաքիմիկատներ է տվել, ինչ պարտանյութեր է օգտագործել, ինչ բուժումներ է արել, ինչ այլ գործողություններ է արել, եւ ըստ դրա հիման վրա այդ օգտագործվող քանակների հասկանայի այդ ապրանքի մեջ, արդեն դեղցի մեջ թույլատրելի նորմերը գերազանցում է, թե չի գերազանցում, որ քո մթերման կայանը, երկրորդ ամենակարևորը, մթերման կայան պիտի ունենայի, որ դրանք էլ մթերեին, որ տարբեր ֆերմերների ապրանքը տարբեր որակի չլինեին։ Ու դու կարողանայիր մի որակի ապրանք արտահանել եվրոպական շուկա։ Պլյուս դրան, նաև այդ սորտերի ուսումնասիրություն պետք էր արվել, հստակ լոգիստիկ խնդիրներ պետք է լուծվեր, ամեն ինչ պետք է արված լիներ, ՍԱՏՄ-ն իր տեղում լիներ, որ վերահսկեր այս ամեն ինչը, պլյուս վերահսկողություն թունաքիմիկատների պարտանյութերի վաճառքի մեջ, որ ցանկացած մարդ իր ուզած քանակի թունաքիմիկատ չկարողանար առնել։ Այս ամեն ինչը անելուց հետո նոր արդեն դու պատրաստ կլներ եվրոպական շուկա մտնելու։ Մեկ էլ սիրելի ունկնդիրներ, մի բան էլ, այն որ մի ֆուր, 2 ֆուր, 5 ֆուր, լավ 50 ֆուր մտնում է, դա եվրոպական շուկա մտնել չի։ Երբ որ դուք նայում եք ինչ ծավալներով են այլ երկրները մատակարարում պտուղ բանջարեղեն, թե եվրոպական շուկա, թե միջազգային այլ շուկաներ, մեզ մոտ ծիծաղելի ցածր ցուցանիշներ են ու դուք չեք պատկերացնում ինչ է եվրոպական շուկան,
Ինչա 500 միլիոնանոց շուկան։ Ոնց պիտի աշխատես այդ շուկայի հետ։ Ինչ փաթեթավորում է, այդ որ արկղով ծիրանը հանում են Ռուսաստան, եվրոպական շուկան, խանութի ցանցը ծիրանը արկղով չի վաճառելու, ինքը հատիկով է վաճառելու, այդ հատիկով վաճառելու համար դու պիտի սիրուն տուփեր ունենաս, այդ տուփերի մեջ 2 հատ, 3 հատ կամ մի հատ կախված արդեն ուսումնասիրությունից։ Ինչ փաթեթավորմամբ, ինչ տուփով է ծիրանը, ինչ գույն պիտի լինի, ծիրանի գույնը նույնիսկ հաշվի պետք է առնել, որտեղ Եվրոպայում մի քիչ ավելի ուրիշ գույնի ծիրան են նախընտրում, այնտեղ ավելի գազարագույնի մոտ է, մեր ծիրանը դեղին է, իրանց աչքին անսովոր է։ Ու սենց բազմաթիվ այլ խնդիրներ կա, որ պիտի Իսկ ինչ անեին, ասեին ձեզ խաբել ենք, չեն կարող ազնիվ լինել, բայց հետաքրքիրն է, տեսեք, հետաքրքիր օրինակ, ինքը կարասի ես ազնիվ եմ, ես հեսա մաքսատուրքերը հանում եմ, մաքսատուրք չկա, 50 միլիոն եվրոյի ձեզ օգնություն տվեցի եւ այլն, բայց այստեղ մյուս կողմն է, մեդալի մյուս կողմն է կարևոր, այդ 50 միլիոնը արտահանվող Հայաստանից 1.2-ից 1.4 միլիարդ դոլարի մեջ 3-4% անում։ Պլյուս այդ մենակ մաքսազերծում հանելը, ինքը կասի հա մաքսազերծումը հանել եմ, բայց մեղավոր է որ քո ապրանքի մեջ պեստիցիդը շատ է, ես իմ շուկա չեմ կարող մտցնեմ իմ համար մարդը բացարձակ արժեք է, իսկ բացարձակ արժեքը պետք է ուտի լավ որակի սնունդ։ Ես չեմ կարող ինձ թույլ տամ քո թունաքիմիկատները թույլատրել նորմը գերազանցող քանակով ապրանքը մտնի մեր եվրոպական շուկա, կներես ես դրա համար ամեն ինչ արեցի, ես ազնիվ եմ իմ տեսակետի մեջ։ Այդ ազնվության մյուս կողմն է պետք։ Այնց այդ կողմը այնա, որ դու պետք է արդեն ճիշտ աշխատած լինեիր քո ՍԱՏՄ-ով, բոլոր շուկայի ուսումնասիրության, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից սկսած բոլոր կառույցներով ճիշտ աշխատեր եւ հասցներ նրան, որ այսօր մենք պատրաստ լինենք եվրոպական շուկա մտնելու։